ազատագրելով հանձն հանդիսանում ազգային արտադրության ծառայության աշխատակից, ինչ վերաբերում է իրեն ապացույցներին հանդեպ Արտենիստ դատարանի տրամադրության տակետերապետական հետևաբար Մանդալյանի այդ ապացույցների վերացնելու ուղղված քայլեր չի կարող Մանդալյանը որևէ քայլ ձեռնարկել, հաշվի առնելով վերջինիս նաև բանձը գնդարների ճգնալները նման եղանակով իր դժգոհությունը արտահայտելը, որոնք հիմք են տալիս փաստելու, որ արտադրության միջավայրի ռիսկը ներկայացել են Մանդալյանի կողմից բնությանը խոչընդոտելու ամուսնական գործընթացի միջավայրելու իր բարդականությունը պատճառ չկամավորելու հիմքեր արկա չեն։ Իսկ անհավանական հիմքերի մասով ռիսկերը նվազեն, քանի որ իրական գործով քննչական օպերատիվ իրադրություններն է, նախաքննությունը ավարտվել է ու նշված պայմաններում Մանդալյանի նկատմամբ ամենախիստ խափանման միջոցի կանաքի կիրառումն անհիմն է և չի բխում մեղադրյալի անձնական ազատության իրավունքի հարգման և կանանք խափանման միջոց բացառիկ և վերջինիս միջոց հանդիսանալու կանոնից։ Արտվարժան դատարակարծում ենք օբյեկտիվությունը, համաչափությունը, ռիսկի իրատեսականությունը, ինչպես նաև հանրային մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը խախտվի Մանդալյանի շարունակական կանանքի տարբերակը։ Մանդալյանը նման կերպ գործելով իր դժգոհությունը հայտնել, որևէ պահանջ չի ներկայացրել, որևէ հանցանքներ ունենալու, որևէ ռազմական այդ թվում ծառայական համապետչական կամ արգելված այլ կազմակերպությունների հետ հնարավոր առնության վերաբերյալ տեղեկություններ անգամ ազգային արտադրության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ հետազոտական միջոցառումների արդյունքում չեն ստացվել, որպես վրա արձակված անձին Արտենիս ցուցումներ տվել են, որոնց մեծ մասը ազգային արտադրության ծառայության աշխատակիցներ են, քրեական որտեղ նախաքննությունն Արտենիսը ավարտվել է, հետևաբար նրանց վարկագծի վրա Վաստանյալի ազգայնության ռիսկը նույնպես իրատեսական իրականում արկա չէ։ Քրեական գործով ստացվել են համալիր գործակնության եզրակայությունը, Ռաֆի Մանդալյանի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, թվային խուզարկություններ են կատարվել հարմարված համակարգիչներում, սակայն քրեական գործի համար էական նշանակություն ունեցող տվյալներ չեն ստացվել և դրանք չեն կարող վնաս մեկնաբանվել մեղադրյալին, ով անարգի խախտվել ինչպես մեղադրյալի ազատության սահմանափակման, այնպես էլ ազատ համարտակվելու սահմանափակման իրավունքները։ Ըստ էության քրեական գործով նախաքննությունն ավարտվել է անգամ քրեական բարույթով արտադրական դատարանի համանշելու մաս չի արժանացել, ինչը նշանակում է, որ նախաքննության սկզբնական և ընթացիկ փուլում այն բոլոր չպարատված կասկածները և վարկածները այլոց կողմից ուղղված լինելու, հանցակիցներ ունենալու և այլնի վերաբերյալ ներկայումս պետք է մեկնաբանվել հօգուտ մեղադրյալ Մանդալյանի, և այդ ռիսկերը այլևս չկան։